Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, Աֆել Արմենիա YouTube-յան ալիքի եթերում մեզ մոտ խաղային շաբաթը շարունակվում է ու մեկ տարկեց վերջին խաղային օրը 100 եզրափակիչների դիմակայության առաջին հանդիպումների այս շաբաթվա վերջին հանդիպումն ենք դիտում, որտեղ Երևանի Ատլետիկոն մրցում է Սելտայի դեմ, շատ կարևոր հանդիպում երկու թիմերի համար էլ, եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսենք Սելտայից դարպասը պաշտպանում է Տիգրան Թադևոսյանը համար 1 հիմա անմիջապես Սելտան անցել է գրոհի, տեսնենք այս գրող Ղուկասյան, բայց հիմա կորցրեց առաջին իսկ հնարավորությունը Սելտան այս խաղում հաշիվը բացելու, իսկապես հենց առաջին գրոհի ժամանակ կարող էր Ղուկասյանը բացել հանդիպան հաշիվ ու դրանից ավելի լավ մեկնարկ Սելտան պարզապես չէր կարող պատկերացնել այս խաղում, բայց չնստեց գնդակը Սուրեն Ղուկասյանի ոտքին ու շեղությամբ ստացվեց նրա կատարած հարվածը եւս մեկ անգամ սկսեմ ներկայացնել հայտարարությունը, սկսենք Սելտայից դարպասը պաշտպանում է Տիգրան Թադևոսյանը համար 1, Անի Խալացյան համար 3, Ավետիս Դուրգայան համար 4, Դավիթ Հարությունյան համար 7, Գարիկ Սենեքերիմյան համար 11, Նաթիմի Աբակտե, Լեո Պապյան համար 15, Արամ Ենգիբարյան համար 17, Սուրեն Ղուկասյան համար 23, Դավիթ Հարությունյան համար 30, Կարեն Ենգիբարյան համար 33 եւ Աշոտ Բորյան համար 77, Ատլետիկո Երևան Աշոտ Գասպարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Հրանտ Գևորգյան համար 2, Գոր Մարգարյան համար 5, Արման Ավդալյան համար 6, Թովմաս Սարգսյան համար 8, Գագիկ Ակուլյան համար 9, ով նաև թիմի ավագն է, Արտուր Ղանդիլյան համար 20, Հարություն Դունամալյան համար 21, Ռաֆայել Մկրչյան համար 22 եւ Ժորա Գևորգյան համար 80 թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը, Սարգսյանն է գնդակով թողեց Դունամալյանին, բայց Դունամալյանի հարվածն էլ այստեղ բարձր է ստացվում ու Սելտան կսկսի դարպասից, ես հիշեցնեմ, որ սա այս խաղային շաբաթվա վերջին հանդիպումն է 100 եզրափակիչների առաջին հանդիպումները ավարտվում են այս խաղով Սելտա Ատլետիկո Երևան հանդիպումով, իսկապես շատ հետաքրքիր խաղային շաբաթ ունեցանք, նախ Վիլյարեալն ու Ատլանտան մրցեցին միմյանց դեմ, այնտեղ 100-ի առաջին խաղում հաղթեց Վիլյարեալը 3-1 հաշվով, հետո մրցեցին միմյանց դեմ Բորուսիա Մյունխենգլադբախն ու Լեռնային Արցախը, այնտեղ 3-2 հաշվով շատ ծանր խաղում Լեռնային Արցախի վերջո տարավ հաղթանակ ու Ատլետիկո Երևան եւ Սելտա զույգի հաղթողին կիսաեզրափակիչում սպասում է Վերդեր դեմ Արաքս զույգի հաղթողը, այնտեղ էլ տեղի է ունեցել արդեն առաջին հանդիպումը, մարտական ոչ ոքի գրանցվեց, 2-2 հաշվով թիմերը ավարտեցին այդ հանդիպումը ու տեսնենք այս վերջին հանդիպումը 100 եզրափակիչների առաջին շաբաթվա ինչպես կավարտվի, հիմա եզից կնետի Ատլետիկո Երևանը Դունամալյան հետ ուղարկեց գնդակը Մարգարյանին ու պետք է արդեն եզից նետի Սելտան, այո, սխալ իրականացրեցին Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները այստեղ եզրային նետումը, այո, իսկապես թիմերը շատ հաջող մրցաշրջան անցկացրեցին, շատ հաջող խմբային փուլ ունեցան Վինտեր Քափի այս մրցաշարում, Սելտան իր խմբում կարողացավ Ավդալյան հարվածը կա, բայց այստեղ Թադևոսյանն է հեռացնում գնդակը, Սելտան խմբային փուլը հաղթարեց, հիմա ավելի ստույգ կասեմ, 5-րդ հորիզոնականով, այո, ու 1/4-ում պայքարից 1/8 եզրափակիչում ներողություն պայքարից դուրս թողեց Սելտան Մանչեսթեր Սիթիին, այնտեղ ովքեր դիտել են այդ հանդիպումները կփաստեն, իսկապես Սելտան երկրորդ խաղում Սիթիի դեմ շատ մարտական գտնվեց ու կարողացավ փոքրիկ քամբեք, այսպես ասած, իրականացնել, դիմակայության առաջին խաղում պարտվել էին Սելտայի ֆուտբոլիստները Մանչեսթեր Սիթին հիմա Ենգիբարյանի հարվածը տեսանք, բայց բարձր ստացվեց, այո, պարտվել էր Սելտան Մանչեսթեր Սիթին առաջի խաղում 4-2 հաշվով, բայց կարողացավ, այո, Սելտան խմբայինը հաղթարել է 5-րդ հորիզոնականով, հետո կարողացավ պատասխան խաղում 3-1 հաշվով տանել հաղթանակ Սելտան ու դիմակայության հավասարությունը վերականգնել, ապա հետ խաղային 11 մետրանոց հարվածաշարով ավելի ուժեղ գտնվեց Սելտան Մանչեսթեր Սիթիից ու նվաճեց 100 եզրափակիչի ուղեգիր, Ատլետիկո Երևանն էլ մրցում էր Կադիսի դեմ, այնտեղ դիմակայության առաջի խաղում հաղթեցին 2-1 հաշվով, պատասխան խաղում 3-1 հաշվով Ատլետիկոյի ֆուտբոլիստները ու կարողացան ավելի հեշտ հաղթարել 100-ի ուղեգիրը, քան իհարկե դա ստացվեց Սելտայի մոտ, Սելտան իսկապես բարդ մրցակցի հետ էր մրցում ու կարողացավ, կրկնում եմ եւս մեկ անգամ, փոքրիկ քամբեք իրականացնել ու կարողանալ
ուժեղ գտնվել Winter Cup-ի այս մրցաշարում Manchester City-ի Ցենեկ Քերիմյան ուղարկեց գնդակը Դավիթ Հարությունյանին, Հարությունյանն ներողություն դեպի ավելի իրենից ձախ ուղարկեց գնդակը նորից Ցենեկ Քերիմյան, բայց այստեղ բակաղարկումը մի փոքր անհաջող ստացվեց, չնայած ամեն դեպքում կարողացավ գնդակը Բորյանը իր մոտ պահել, ուղարկեց Դավիթ Հարությունյանին, խորքից կտրող փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ այո հասցրեց Գոր Մարկարյանը հեռացնել գնդակը ու անկյունային հարվածք իրականացնի հիմա Սելտան կա փոխանցումը հեռացեցին գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստները, բայց կրկին այն վերադարձավ Հարությունյանի մոտ Ղուկասյան հաջող ընդունեց գնդակը Սուրեն Ղուկասյանը, բայց այստեղ արդեն չկային տարբերակներ ու կորցրեց գնդակը Սելտան գրոհում է Ատլետիկոն, բայց Գևորգյանի փոխանցման ճանապարհն էլ Դավիթ Հարությունյանը փակեց, հետո ինտել կորցրեց գնդակը ու եզից կնետի Երևանի Ատլետիկոն Ակուլյան դեպի աջ է ուղարկում գնդակը Գևորգյանին, նորից Ակուլյան Մանած գնդակով առայժմ Ակուլյանը չկան տարբերակներ ստիպված եղավ հետ ուղարկել դարպասապահ Աշոտ Գասպարյանին ով խորքից սկսում է Երևանի Ատլետիկոյի հերթական գրողներից մեկը Մարկարյան շատ լավ նկատեց Ավդալյանին, պահեց Ավդալյանը գնդակի իր մոտ գեղեցիկ փոխանցում Գագիկ Ակուլյան հարվածել կա Ակուլյանի ու այստեղ Թադևոսյանը հրաշալի սեյվ կատարեց, ահա այս սա էլ Ատլետիկոյի առաջին վտանգավոր պահ այս խաղում, բայց իհարկե Արձանի ծափարություններ այստեղ Սելտայի դարպասապահ Տիգրան Թադևոսյանին կռայեց Ակուլյանի հարվածի ուղղություն ու կարողացավ ճիշտ ցածկով հեռացնել գնդակը Թովմաս Սարգսյան հետ է ուղարկում գնդակը Դունամալյանին ով հեռվից է փորձում, բայց փակվում է նաև Դունամալյանի հարվածի ճանապարհը ու հիմա Սելտան հակագրոհի անցնում այստեղ էլ Մկրչյանը հաջող գործեց, այլապես եթե Դուրգարյանի փոխանցումը հասնում էր Ցենեկ Քերիմյանին ու Մկրչյանը չէր ասնում այս գնդակի ետևից, ապա միայնակ էր Ցենեկ Քերիմյանը մնալու Գասպարյանի դիմաց Մկրչյան կա աչից Գևորգյանը ստացավ Գևորգյանը փոխանցումը Մկրչյանից դեպի կենտրոն Ակուլյան Ակուլյան հրաշալի փոխանցում էր, բայց Ավդալյանը չֆիքսեց այս գնդակը լավ էր նկատել իսկապես Գագիկ Ակուլյանը խաղանկերոջը, բայց կարծում եմ Ավդալյանը այստեղ չէր հավատում, որ կարող է ամեն դեպքում Ակուլյանը գնդակը հասցեագրել իրեն Բորյան լավ նկատեց Ղուկասյանին տեսնենք ինչ որոշում է կայացնում Սուրեն Ղուկասյանը դեպի աջ եզր Դավիթ Հարությունյան պահեց ամեն դեպքում գնդակը Հարությունյանը փոխանցումն էլ կա Դուրգարյան հարված, բայց բարձր է ստացվում այստեղ Ավետիս Դուրգարյանի կատարած հարվածը Սելտան իսկապես հակագրոհներ իրականացնելիս վտանգավոր է լինում երկրորդ հնարավորությունը սա էլ Սելտայի առաջին դրվագում եթե Ղուկասյանը չֆիքսեց գնդակը հիմա էլ Դուրգարյանի հարվածը պարզապես բարձր ստացվեց Գևորգյան թողեց Մկրչյանին գնդակը բայց այստեղ քիչ էր մնում կորցնեին Ատլետիկոյի ֆուտբոլիստները գնդակը ամեն դեպքում հասցրեց Մկրչյանը արագ ազատվել գնդակից Մարկարյան տեսնենք ինչ որոշում կայացնի Գոր Մարկարյանը գեղեցիկ գործողություն կա փոխանցում դեպի Դունամալյանը Դունամալյանն էլ ուղարկում է Մկրչյանին ու աստիճանաբար Ատլետիկոն փորձում է գրոհ սկսել Գևորգյանը աչեզրում է Գևորգյանը շատ լավ նկատեց Ակուլյանին ու կատարեց այս փոխանցումը հիմա վտանգավոր է բայց հեռու թողեց Ակուլյանը գնդակը ամեն դեպքում չի ավարտվել Ատլետիկոյի գրոհ Ավդալյան դեպի Մարկարյանն էլ Ակուլյանին է կրկին ուղարկում վտանգավոր է բայց այստեղ Դավիթ Հարությունյանն է հրաշալի գործում ու փոխանցում Ղուկասյանին հիմա Սելտան կարող է արագ հակագրոհի անցնել բայց ընկավ գրոհի տեմպը հիմա դեպի ցախ եզր փոխանցում հետևեց Ցենեկ Քերիմյան լավն էր մտահղացումը բայց իհարկե արդեն Մկրչյանը կարդացել էր Ցենեկ Քերիմյանի մտահղացումը ու փակեց նրա փոխանցման ճանապարհը Թովմաս Սարգսյան խաղարկում է գնդակը Դունամալյանի հետ Ակուլյան, գուցե հեռվից փորձի Ակուլյանը նա կարող է հարվածը կա Ակուլյանի Թադևոսյանը չֆիքսեց, բայց Ավդալյանի հարվածը շեղությամբ ստացվեց այստեղ գնաց այո միջև վերջ Ավդալյանը հիմա հարվածեց նույնիսկ դարպասին, բայց այս հարվածը շեղությամբ ստացվեց հասկանալի պատճառներով արդեն բավական սուր էր անկյուն ու մեղադրել Ավդալյանին այս իրավիճակում դարպասը չգրավելու համար պետք չէ կանի որ իսկապես բարդ իրադրությունում նա հարվածեց Մկրչյան ուղարկում է գնդակը դեպի առաջ բայց այստեղ Ենգիբարյանն է կարողանում հեռացնել ու եսային նետում իրականացնեն Ատլետիկոյի ֆուտբոլիստները
Գևորգյան Մկրտչյան ուղարկում գնդակը Կրկին Գևորգյան նորից Մկրտչյան Դունամալյանն ուղարկեց գնդակը Դունամալյանն էլ դեպի Գևորգյանը հրաշալի գրո Արտետիկոից Գևորգյանն էլ հարվածում է բայց նորից Թադևոսյանն է հեռացնում գնդակը ինչպես նկատեց այս իրավիճակում խաղընկերոջ առաջ խաղացումը Գևորգյանի արագացում ու կատարեց այդ փոխանցումը Դունամալյանը իսկապես եթե այս գրո Արտետիկոն վերածեր խփած գնդակի ապա շատ գեղեցիկ կստացվեր հիմա անկյունայինը տեսնենք հենց Գևորգյանն էլ կիրացնի կա փոխանցում բայց հեռացեցին Սելտայի ֆուտբոլիստները այստեղ գնդակ ու ընդամենը եզրային նետում գիրականացի Երևանի Ատլետիկոն Ոչ, հակառակ եզրային նետում նշանակեց մրցավարը, այո, Ատլետիկոյի ֆուտբոլիստից էր դուրս եկել գնդակը կամ հնարավոր է ոչ ոք չէր դիպել ու այստեղ Սելտան է արդեն խաղարկում գնդակը Հարությունյան Թադևոսյանին է ուղարկում գնդակը ռիսկային գործողություն Սելտայի պաշտպանուի ու դարպասապայի կողմից մենք տեսանք, բայց լավ է որ ամեն ինչ այսպես ավարտվեց Սելտայի տեսանկյունից իհարկե Ավդալյան չանցավ այստեղ փոխանցումը Ենգիբարյանն է փակում գնդակի ճանապարհը ու հիմա Սելտան փորձում է գրոյի անցնել, բայց Մարկարյանը շատ վստահ գործեց Գասպարյանն էլ պարզապես Հեռացեց գնդակը շատ ճիշտ վարվեց, այստեղ մտածելու ժամանակ այլևս չկար Հարությունյան դեպի Ղուկասյանը, Ղուկասյանի փոխանցումն էլ փակեց Մկրտչյանը ու հիմա Ատլետիկոն փորձում է գրոյի անցնել Ակուլյան հրաշալի տարավ գնդակը Ակուլյանը ինչ է չկար այստեղ արդյոք խաղի կանոնների խախտում Գագիկ Ակուլյանի դեմ պայքարում Ամենայն դեպս չսուլեց մրցավարը շատ մոտ էր կանգնած ու ոչինչ չտեսավ Մարկարյան նորից կենտրոնում գտավ Ակուլյանին Ակուլյան իսկ հիմա արդեն Հարությունյանը հրաշալի գործեց այս իրավիճակում փակելով Գագիկ Ակուլյանի առաջխաղացման ճանապարհը Հարությունյանը ուղարկում է գնդակը Հորյանի եւ հետ փոխանցում ենք տեսնում դեպի դարպասապա Թադևոսյանը դեպի ավելի աճ Ենգիբարյան ու փակվեց Ենգիբարյանի փոխանցման ճանապարհը Ակուլյանն է տիրել գնդակին ուղարկում է Դունամալյանին տեսնեք այս գրոհը ինչի է վերածելու Երևանի Ատլետիկոն Դունամալյան Դեպի Մարկարյանը գուցե փորձի Մարկարյանը այդպես էլ արեց, բայց հարվածը թույլ ստացվեց Մարկարյանի Մկրտչյան նորից Դունամալյանն է ստանում գնդակը Ակուլյանին հասցեագրեց Ակուլյանը այստեղ մի փոքր շտապեց միայնակ էր, բայց նրան պետք է հուշեին խաղընկերները, որ շտապեր իսկ հիմա Սելտայի հակագրո Սենեկ Քերիման գեղեցիկ էր Ղուկասյան վտանգավոր է Սուրեն Ղուկասյան հարված ու բրավո Գասպարյան ծափարություններ այստեղ Ատլետիկո Երևանի դարպասապաշոտ Գասպարյանին ինչպես փագեց Ղուկասյանի հարվածի ճանապարհը ու թույլ չտվեց գնդակը հայտնվի դարպասում սա լինենք անկեղծ այս խաղում առաջին ու ամենավտանգավոր գոլին մոտ իրավիճակներ ունեն թիմերը պահել, բայց այսպեսի վտանգավոր դեռ չէր եղել Ղուկասյան ուղարկեց գնդակը Բորյանին, տեսնենք այս գրոհը ինչ կտա Սելտային փոխանցում արված Դուրգարյան 1-0 հաշիվը բացում է Սելտան Ավետիս Դուրգարյան 1-0 բացված է դիմակայության հաշիվը, այո Սելտան մի քանի հնարավորություններ ունեցավ ու հիմա կարողացավ դրանցից մեկը օգտագործել, տեսնենք Ատլետիկոյի պատասխանը ինչպես է ստացվելու այս խաղում, այո իսկապես այս Վինտեր Քափի մրցաշարում հաշված հանդիպումներ կարող ենք մենք տեսած լինել, որտեղ Երևանի Ատլետիկոն հաշվի մեջ զիջելից կլինի յուրաքանչյուր մրցակցի ու այս պահին դա իհարկե տեղի է ունենում խաղադաշտում, ես հիշեցնեմ եւս մեկ փաստի մասին, իսկապես շատ թիմեր են ցանկացել նման արդյունք գրանցել, բայց Երևանի Ատլետիկոն Վինտեր Քափի այս մրցաշարում առայժմ ոչ մի բարդություն չունի կրած, դա խոսում է թիմի փայլուն մարզավիճակի մասին միայն ու միայն, այո, Սելտան էլ է հաղթարել խմբայինը, Վիլյարեալն էլ կամ բազմաթիվ գրանդ ակումբներ, ովքեր հաղթարեցին խմբային փուլը, բայց ստացվեց այնպես, որ նրանք գոնը մեկ խաղում սայթակեցին Բայց Երևանի Ատլետիկոն խմբային փուլը ավարտել է ընդամենը մեկ ոչ ոքի գրանցելով ու տանելով 16 հաղթանակ, հետո էլ արդեն փլեյօֆի 1-8-րդ եզրափակիչում տարավ 2 հաղթանակ ու հիշեցնում եմ Ատլետիկո Երևանն այն ակումբն է այս տարվա Վինտեր Քափի մրցաշարում, որ ոչ մի պարտություն չունի կրած Ղանդիլյան Շատ լավ փոխանցում Ակուլյան հարված հաշիվը հավասար է 1-1 սա էլ Ատլետիկո Երևանի պատասխանը
Գագիկ Ակուլյան 1-1 հաշիվը հավասար է, այո, շատ ժամանակ չպահանջվեց իսկապես Երևանի Ատլետիկոյից հաշվի հավասարությունը վերականգնելու համար, բայց իհարկե ծափարությունն է նաև Ղանդիլյանին, ինչ հաշվ է նկատու գրագետ փոխանցում կատարեց, դե Ակուլյանն էլ իհարկե սովոր է նմանատիպ իրավիճակները շատ հաջող եզրափակել, հիմա դադարեցեց մրցավարը հանդիպումը, հասկանակի շպատեց Սուրեն Ղուկասյանին այս իրավիճակում։ Ծափարություն էր այստեղ երկու թիմերին էլ մեկը մյուսին զիջելու համար Ղուկասյանի հետ ամեն ինչ կարգին է ու նա կշարունակի հանդիպումը հիմա գնդակով Ատլետիկոյի ֆուտբոլիստերն են Մկրտչյան ուղարկում է Գևորգյանին Իդեպ քիչ առաջ կրկնակի փոփոխություն տեղի ունեցավ Ատլետիկոյի կազմում Ղանդիլյանն ու Գևորգյանը մտան խաղադաշտ փոխարինելով Արման Ավդալյանին եւ Հրանտ Գևորգյանին ու տեսնենք Թարմ ուժերով այս երկու ֆուտբոլիստները ինչ կառաջարկեն մեզ Սարգսյան հրաշալի անցում էր ու կա խաղի կանոնների խախտում Թովմաս Սարգսյանի դեմ պայքարում, այո, եթե չեմ սխալվում, Գենգի Բարյանը խախտեց այստեղ խաղի կանոնները, համենայն դեպս երկու մրցակիցներ արդեն պայքարում Սարգսյանի դեմ ու հիմա Երևանի Ատլետիկոն շատ վտանգավոր դիրքում վաստակում է Տուգանային հարվածի հնարավորություն, տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Ատլետիկոյի ֆուտբոլիստերին Դունամալյանն է տեղադրել գնդակը նա է հարվածը կատարելու եւ տեսնենք Դունամալյանի կատարած հարվածը հիմա ինչպես կստացվի կա մրցավարի սուլիչը հարություն Դունամալյան հարվածն էլ կա ու ցածրից հարվածեց այստեղ Դունամալյանը խափելով բոլորին բայց դարպասապան Տիգրան Թադևոսյանը ներողություն շատ ճիշտ դիրքում է տեղակայված ու նկատեց Դունամալյանի հարվածի ճանապարհը։ Հիմա կրկին Դունամալյանն է գնդակով դեպի Թովմաս Սարգսյանը, այստեղ Դավիթ Հարությունյանը լավ գործեց ու ամեն դեպքում անկյունային վաստակում է համբերության շնորհիվ այստեղ Թովմաս Սարգսյանը, տեսնենք Ատլետիկոն ինչպես կիրականացնի այս անկյունայինը։ Սարգսյանն է հենց իրացնելու, կա բարձից փոխանցումը, բայց այստեղ հեռացեցին Սելտայի ֆուտբոլիստները գնդակը Ղուկասյան Կա փոխանցումը, այստեղ դուրս չէ եկել գնդակը դաշտի սահմաններից, բայց Ղանդիլյանը խլում կատարեց, այստեղ ափսոս չնկատեց Թովմաս Սարգսյանին ու կատարեց այլ ուղղությամբ փոխանցում, իհարկե եթե Ակուլյանը ստանար գնդակը դա անկասկած ավելի վտանգավոր կլիներ, քան Սարգսյանի իրավիճակը, բայց թիկունքով է Ակուլյանն էլ արդեն դարպասին ու Ղանդիլյանը չնկատեց խաղանկերոջը Սարգսյանի մասն է խոսքը սու կատարեց փոխանցում դեպի Ակուլյանը հիմա կրկի Ղանդիլյանն է գնդակով Ղուկասյանն է դիմավորել նրան, բայց մնաց գնդակով Ղանդիլյանը, հետո էլ արդեն փոխանցման ճանապարհը փակվեց, Սենեկ Քերիմյան չանցա փոխանցում ու Ղանդիլյանը կրկին վերականգնում է գնդակը Ատլետիկոյի համար, հիմա հրաշալի փոխանցում Սարգսյանին վտանգավորը, բայց Ենգիբարյան, բրավո, շատ լավ պաշտպանվեց այստեղ Արամ Ենգիբարյանը ու թույլ չտվեց Սարգսյանը, այդպես հեշտությամբ շրջանցի իրեն, իհարկե Սարգսյանի անցումները պետք է այս խաղում աչալրջորեն փորձի վերահսկել Սելտան իհարկե խոսքս առաջին հերթին վերաբերվում է հենց Արամ Ենգիբարյանին նրանք կարելի է ասել այսպիսի այս հակամարտությանը մենք այսօր շատ կտեսնենք Ենգիբարյանն ընդդեմ Թովմաս Սարգսյանին նրանք հենց նույն դիրքերում են հանդես գալիս բայց տարբեր այսպես ասած առաջադրանքների ժամանակ հա Սարգսյանը հարձակման գծում է ձախ եզրում գործում Ենգիբարյանը պաշտպանության աջ եզրում ու նրանք իսկապես խաղադաշտում ուղիղ մրցակիցներ են միմյանց Գևորգյան ուղարկում է գնդակը Մկրտչյանին, Մկրտչյանն էլ դեպի Ղանդիլյանը Ակուլյան, բայց ու շատ հաջող շրջվեց Ակուլյանը այստեղ, Գագիկ Ակուլյան, տեսնենք ինչպիսի որոշում է կայացնում Ակուլյանը հարվածում է ու հենց այստեղ Ճիշտացած տպավորությունը այնպես է, որ Դունամալյանը փակեց Ակուլյանի հարվածի ճանապարհը, բայց ոչ Սելտայի ֆուտբոլիստեր կանգնել գնդակի ճանապարհին, իսկ հիմա Սենեկ Քերիմյանը կարող է առաջ մղել Սելտային հաշվի մեջ, բայց չստացվեց Սենեկ Քերիմյանի հարվածը, իսկ ինչ արեց այս իրավիճակում Սուրեն Ղուկասյանը էլ ավելի գեղեցիկ էր Ցույց տվեց հարված ու կատարեց փոխանցում հիմա էլ Ատլետիկոյի պատասխանը Ակուլյան շատ լավ անցում, շատ լավ փոխանցում, բայց
Ղազիլյանը մի փոքր արջևում էր ավելի սպասում գնդակին ու Ակուլյանի փոխանցումը այստեղ հերոն գնաց Ղուկասյան տարավիլ էր գնդակը Սուրեն Ղուկասյանը հիմա կա փոխանցում դեպի Սենեկ Քերիմյանը վտանգավոր է նորից Ղուկասյան բայց Մկրտչյանը լավ պաշտպանվում այստեղ էլ չի հավատվել Սելտայի գրո Սենեկ Քերիմյան դեպի Ենգիբայանը փոխանցումը հետևեց Դավիթ Հարությունյանը գուցե հերվից փորձի Հարությունյանը մեկին անցավ երկրորդին նույն բանը անել չստացվեց այստեղ Դավիթ Հարությունյանի մոտ ու հիմա հենց Հարությունյանն էլ խախտեց խաղի կանոններ այո ինքը հենց խնդրեց մրցավարին որպեսզի դադարեցնի հանդիպումը ինչի համար ծափարություն էր Դավիթ Հարությունյանին հարվածել էր Մարկարյանի ոտքին այս իրավիճակում ու արդեն կվաստակի այստեղ ստանդարտի հնարավորություն Հարկեց ատլետում գնդակը Հանդիլյանն է աչեզում ստացել այն հետ փոխանցում դեպի Մկրտչյանը Գևորգյան նորից Մկրտչյան շատ լավ է ատլետիկոն դուրս գալիս պաշտպանությունից Մարկարյան շարժվում է առաջ Մարկարյանը լավն էր փոխանցումը դեպի Աչեզը Ղանդիլյանը զարգացնում է արագություն դեպի Ակուլյանը վտանգավոր է Ղանդիլյան բայց այստեղ Թադևոսյանը իհարկե այսպես հեշտությամբ չեր զիջի այս իրավիճակը դուրս եկավ դարպասից ու որսած գնդակը Դավիթ Հարությունյան Խաղակեսը մոտենում է ավարտին առայժմ թիմերը փոխանակվել են մեկական խփած գնդակներով շարժվում է առաջ Հարությունյանը փոխանցումն էլ կա բայց այստեղ Ենգիբանյանը այլ ուղղության վրա էր կարծում եմ սպասում Հարությունյանի փոխանցմանը ամեն դեպքում ես իսկ կնտի Սելտան այստեղ Ծափարություն էր Սելտային գնդակը Ատլետիկոին հանձնելու համար այստեղ մրցավար այլ որոշում էր կայացել կարծում եմ պարզապես չէր նկատել որ վերջում գնդակ են Սելտայի ֆուտբոլիստից է դուրս եկել Գասպարյանը ինչ լավն էր փոխանցումը դեպի Ղանդիլյանը Գևորգյան շատ լավ նկատեց Սարգսյանին ու կատարեց այս փոխանցումը ու դուրս եկավ գնդակը այստեղ Թովմաս Սարգսյանից, այո, եսից հիմա նետելու էր Սելտան։ Երկար փոխանցում ենք տեսնում, բայց Գևորգյանը առաջինն էր Ակուլյանը այստեղ լավ չֆիքսեց գնդակը Հարությունյան, խաղարկում եմ Սելտան հիմա պաշտպանությունում, գնդակը Ենգիբարյան դեպի Խաղանքերը կատարեց փոխանցում նորից Հարությունյան լավ խաղարկում այստեղ Պալացյանի հետ լավ դր այս փոխանցումը Ղուկասյանն էլ հարվածում է ու նորից Սելտան արջևում է 2-1 հայտնվեց գնդակը Ղուկասյանի հարվածից հետո դարպասում այս խաղում երկրորդ անգամ կրկին Սելտան առաջ է անցնում հաշվի մեջ Սուրեն Ղուկասյան 2-1 Սելտան Խաղակեսի վերջում ասում նորից առաջ է անցնում հաշվի մեջ ու երկրորդ անգամ էլ Ատլետիկոն այս խաղում պարտվողի կարգավիճակում է հայտնվում այո Ղուկասյանի հարվածը այնքան էլ ուժեղ չէր լինենք արդարացի բայց թաց է խոտածածկը հիմա էլ վտանգավոր պա բայց այստեղ Խալացյանը չհասավ գնդակին այո լինենք արդարացի թաց է խոտածածկը անձև է տեղում խաղադաշտում ու դա իհարկե խոչընդոտ հանդիսացավ դարպասապահ Աշոտ Գասպարյանի համար այստեղ գնդակը որսալու գործում Վերջին րոպեն է ընթանում հանդիպան առաջ Խաղակեսի Մարկարյան ուղարկում է գնդակը Աչեզը Արտուր Ղանդիլյանի ուղղությամբ հետ փոխանցում դեպի Մկրտչյանը Գլորում են Ատլետիկոյի ֆուտբոլիստները առայժմ գնդակը պաշտպանությունում Գևորգյան Նորից Մարկարյան Ուսուլեց մրցավարը, այո, այստեղ այսքանով էլ ավարտվում է առաջի խաղակեսը, հիշեցնեմ 2-1 հաշվով հաղթում է Սելտան Ատլետիկո Երևանին, կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Ֆուտբոլասեր բարեկամներ մենք վերադառնում ենք Սելտանում դեմ Երևանի Ատլետիկոյի հանդիպան երկրորդ խաղակեսը միասին դիտելու, հիշեցնեմ առաջի կեսից հետո հաղթում է Սելտան Ատլետիկոին 2-1 հաշվով նախ Դուրգանյանը բացեց հանդիպան հաշիվը, հետո անմիջապես հաջորդից գրոյի ժամանակ Ատլետիկոյից Գագիկ Ակուլյանը հավասարեցեց դիմակայության հաշիվը, բայց խաղակեսի վերջնամասում
Նորից Սելտան առաջ անցավ հաշվում է ու Ղուկասյանի հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասում 2-1 թիմերը գնացին ընդպիշման ու տեսնենք Եգոր Խաղակեսում ինչպիսի ֆուտբոլ կմատության մեծ Ակուլյան վտանգավոր է անմիջապես գրոյի անցել Ատլետիկոն բայց այստեղ Թադևոսյանը փրկեց Սարգսյանն էլ հարվածեց ու ինչ հարված այստեղ Սարգսյանից բայց հիմա տեսնենք ինչ պատեց Դավիթ Հարությունյանին փակեց գնդակի ճանապարհը գլխով Հարությունյանն ու անմիջապես շատ բարդ հարված ստացավ Դեմքին Հարությունյանն այստեղ հուսանք որ լուրջ ոչինչ տեղի չի ունենա Հարությունյանին Կանգնեց ոտքի Դավիթ Հարությունյանը, այո, ֆուտբոլիստի հետ բարկա ամեն ինչ կարգին է, իսկապես շատ բարդ հարված ստացավ մոտ տարածությունից դեմքի հատվածին Հարությունյանը, այստեղ ծափարությունն էր նախ Երևանի Ատլետիկոյին հանդիպումը անմիջապես դադարեցնելու համար, ճիշտ է դեռ գնդակը Սարգսյանի մոտ էր ու սուլեց մրցավարը, հետո էլ ծափարություններ Սելտային գնդակը Ատլետիկոյին հասնելու համար, իսկապես ֆուտբոլում հարգանքը մեկը մյուսի նկատմամբ առաջնայինն է բայց գրոհի տեսանկյունից որպես այդպեսի, եթե չլիներ Հարությունյանը այդ իրավիճակում, ապա բարդ է ասել արդյոք Սարգսյանի հարվածը դարպասապահը կհեռացներ թե ոչ, հիմա էլ Դունամալյանն է խախտել խաղի կանոնները Ենգիբարյանի դեմ պայքարում ու ստանդարտ կիրականացրի Սելտան Դավիթ Հարությունյան Երկար փոխանցում Ղանդիլյանը այստեղ առաջինն է արձագանքում գնդակին, բայց փակվեց առաջին փոխանցման ճանապարհը Եգորտը ոչ Ավդալյան 2-2 հաշիվը հավասար է ինչ հարված կատարեց Դունամալյան իսկ վրա ասած Ավդալյանը չվրիպեց գնդակը դարպասն ուղարկելու գործում 2-2 Ատլետիկոն նորից հավասարեցնում է հանդիպման հաշիվը Արման Ավդալյան 2-2 իսկապես գոլարատ հանդիպմանն ենք հականատես լինում 4 գնդակ արդեն ունենք 1 քառորդի այս դիմակայության առաջի խաղում, բայց հիշենք, որ Եգոր Խաղակեսը դեռ նոր է մեկնարկել Դուրգանյան, այստեղ կորցրեց գնդակը Դուրգանյանը, Ակուլյան, թողեց Գևորքյանին ու Ատլետիկոն խաղարկում է գնդակը Մարգարյան դեպի Սարգսյանը, ընդունեց գնդակը Թովմաս Սարգսյանը Դունամալյանի հետ լավն էր մտահղացում այս պատխաղարկման, բայց Դունամալյանի փոխանցումը չանցավ Դավիթ Հարությունյան ու չկար այստեղ ոչինչ մաքուր գործեց Դունամալյանը, հիմա գրովում է կրկին Սելտան Ղուկասյան Դեպի կենտրոն Սենեքերիմյանն ընդունեց գնդակը ու հետո կատարեց փոխանցում Դավիթ Հարությունյանի ուղղությամբ, Հարությունյանն էլ դեպի ձախ է ուղարկում իրենից գնդակը, նորից Հարությունյան ու բարձից փոխանցում, բայց այստեղ գնդակը արդեն դարպասապահ Գասպարյանինն է, ոչ ոք չխանգարեց նրան ու շատ ճիշտ ժամանակին էլ նետեց Գասպարյանը Ակուլյանի ուղղությամբ դեպի Ղանդիլյանը վտանգավոր գրոհ է նորից անցել Ատլետիկոն Դունամալյան պետք է հարվածել այդպես էլ արեց Դունամալյան ու այստեղ նորից Թադևոսյանն է սեյվով աչքի ընկնում փրկեց հիմա էլ իսկապես Սելտայի դարպասապահ այս իրավիճակում Սելտային երրորդ գնդակը բաց թողնելու Բարդր իսկապես ստացվել Դունամալյանի կատարած հարված ու այստեղ ամեն դեպքում կարողացավ շատ գեղեցիկ սեյվ կատարել Տիգրան Թադևոսյանը Ակուլյան նորից է գնդակով Ատլետիկոն դեպի Մարգարյանը կա Գևորքյանի տարբերակը գտավ կենտրոնում Ակուլյանին Մարգարյան ու կատարեց այդ փոխանցումը Ակուլյան դեպի Սարգսյանը լավ նկատեց խաղընկերոջը ու տեսնենք այս գրոհը ինչ է տալու Երևանի Ատլետիկոյին դեպի կենտրոն Դունամալյան մեկ հպումով դեպի Ավդալյանը, բայց այստեղ Դավիթ Հարությունյանը հեռացեց գնդակ ու ես իսկ նետի Ատլետիկոն Սարգսյան խաղարկում է կրկին Ակուլյանի հետ Շատ լավ նկատեց Մարգարյանին, Ակուլյանը ու կատարեց այս փոխանցումը շարժվում է առաջ Մարգարյանը, առաջից կա Գևորքյանը, կա փոխանցում Հրանտ Գևորքյանի ուղղությամբ, նորից Ակուլյան
Գտա Մարկարյանի շատ լավ փոխանցում կատարեց այստեղ Դունամալյան գուցե փորձ տեսնենք հերվից այդպես էլ արեց Դունամալյանը, բայց շեղությամբ է ստացվում Դունամալյանի կատարած այս հարված ու նորից հարված կլինի Թադևոսյանի պաշտպանած դարպասից Փոփոխություն այստեղ տեղի ունեցավ հիմա Սելտայի կազմում Կա մրցավարի Սունիչը սկսում են հանդիպումը Սելտայի ֆուտբոլիստները բայց արագորեն էլ կորցրին գնդակ ու եզրային նետունք իրականացնի Ատլետիկոն Դունամալյան, Անդիլյան, բայց այստեղ գնդակ արագորեն կորցրեց Ատլետիկոն հետո Սելտան էլ արագ գրոյելու տարբերակ ուներ, բայց չնախընտրեցին այդ տարբերակը, իսկ հիմա Ատլետիկոյի պատասխանը եթե անցներ Անդիլյանի փոխանցումը դեպի Ավդալյանը, ապա միայնակ է արդեն Ավդալյանն ու բնականաբար վտանգը արդեն կլիներ Սելտայի դարպասի ուղղությամբ, այստեղ հասցրեցին հեռացնել Սելտայի ֆուտբոլիստները, ամեն դեպքում անկյունային վաստակեց այս իրավիճակում Ատլետիկոնում տեսնենք անկյունայինը ինչ է տալու Ատլետիկոյի ֆուտբոլիստներին Սարգսյան բարձից ևս մեկ փոխանցում Դունամալյանն էլ հարվածեց, բայց Դուրգալյանը կանգնեց գնդակի ճանապարհին Խուգասյան շտացվեց առաջ ուղարկել Ակուլյանն այստեղ պայքարում ու չկա խախտում, ոչ պայքար է համար պայքար է ընթանում գնդակի համար ի վերջո մնաց Խուգասյանը գնդակով, բայց հետո Ակուլյանը տիրեց գնդակին ու վաստակեց Եզրային նետման հնարավորություն այո շատ բարդ իրավիճակում իսկապես միայնակ մնաց Ակուլյանը երկու մրցակցի դեմ, բայց ամեն դեպքում այս իրավիճակից պատվով դուրս եկավ Երևանի Ատլետիկոն Մարկարյան դեպի առաջ, բայց անաստե ստացվեց այս փոխանցումը Հարությունյանն է տիրել գնդակին ու խախտեց Ավդալյանը խաղի կանոնները այս իրավիճակում, այո եւ գնդակը կլինի Սելտայինը Այո, ուժեղանում է Անձրևը խաղադաշտում ու դա իհարկե խոչընդոտ է միայն ու միայն առաջացնելու ֆուտբոլիստերի համար հատկապես հանդիպման վերջնամասում, բայց երկու թիմերն էլ այս հիմա Գասպարյանը վերցրեց գնդակ այս արվածից հետո երկու թիմերն էլ իհարկե այսպես ասած կորցնելու շտապելու ոչինչ չուներ եւս մեկ սեյվ Գասպարյանից Դուրգալյան, բայց ինչը այստեղ չկար համենայն դեպս խախտում չտեսա ոչինչ մրցավարը Սարգսյանի դեմ պայքարում Դավիթ Հարությունյան ու չկա ոչինչ նաև այս իրավիճակում ոչ բայց հիմա նորից Ատլետիկոյին ծափահարություններ դադարեցնելու համար հանդիպումը Իհարկե երկու թիմերն էլ չեն ցանկանում բաց թողնել առաջին իսկ հերթին Գեորգ գնդակ ու դա իհարկե ավելի կբարձրացնի իրենց խնդիրը այս խաղում եւս մեկ անգամ հաշիվը հավասարեցնելու համար, բայց պետք չէ մոռանալ, որ կա դեռ դիմակայությունում պատասխան հանդիպում, դեռ այսքանով ամեն ինչ որոշված չէ այս խաղով բնականաբար չի որոշվի կիսաեզրափակիչ ուղեգրի նվաճող ակումբի անունը Սարգսյան պահեց գնդակը դաշտի սահմաններում ու եզրից նետելու Ատլետիկոն Դունամալյանն է կատարում եզրային նետումը, բայց Հարությունյանը հեռացեց գնդակը, իսկ հիմա արդեն փորձի Սելտան գրոյի անցնել, բայց Սարգսյանը դա թույլ չտվեց, հեռացեց գնդակը Այո, հիշեցնեմ, որ այս թիմերը Վինտեր քափի խմբային փուլում հանդիպել են միմյանց դեմ, այնտեղ իհարկե
խոշոր հաշվով կարողացավ Ատլետիկոն հաղթել, եթե չեմ սխալվում 6-0 հաշվով, իսկ հիմա Ավդալյանը ստանում է հնարավորություն առաջ մղելու Ատլետիկոին հաշվի մեջ ու այդպես էլ անում է Ավդալյանը դուբլ Ավդալյանից 3-2 Երևանի Ատլետիկոն այս խաղում առաջին անգամ առաջ է հասնում հաշվի մեջ։ Արման Ավդալյան 3-2 Ատլետիկոն կրկին առաջ է հասնում այս դիմակայության մեջ, այսպես ասեմ ուզում էի ասել այս խաղում կրկին առաջ անցավ Ատլետիկոն հաշվի մեջ, բայց ոչ, առաջին անգամ Ատլետիկոն այս խաղում հիմա հայտնվեց հաղթողի կարգավիճակում Սելտան պարտվողի ու տեսնենք արդեն հիմա Սելտան առաջին հերթին ինչ է փորձելու առաջարկել Ատլետիկոին, Ատլետիկոն էլ պետք է մտածի այս առավելությունը ինչպես Պահի Դունամալյան հաջող խլում գնդակի ու շարժվում է առաջ Դունամալյանը, բայց Դավիթ Հարությունյանը այստեղ լավ աշխատեց, կա փոխանցումը Դավիթ Հարությունյան դեպի Դուրգարյանը ու վտանգավոր գրոյի հիմա կարող է անցնել Սելտան լավն էր այս փոխանցումը, բայց Մարկայանը խոչընդոտ հանդիսացավ, իսկ այս փոխանցումը դեպի Ղուկասյանը անհաջող էր իհարկե կասկած չունեմ, որ այստեղ Ենգիբարյանը գնդակը փորձում էր հասցնել Ղուկասյանին հիմա Ատլետիկոյի գրո տեսնենք Դունամալյան Փակվեց Դունամալյանի փոխանցման ճանապարհը, բայց Հետո էլ այո կար խախտում Ավդալյանի կողմից խախտեց Արման Ավդալյանը խաղի կանոններ այս իրավիճակում Այո Ավդալյանը այսպես ասած միտքս կիսատ թողեց գոլի հեղինակ դառնալով թիմերը հանդիպեցին խմբային փուլում այնտեղ 6-0 հաշվով հաղթեց Ատլետիկոն իհարկե այդ հանդիպումը չես համեմատի այս հանդիպման հետ այնտեղ Սելտան ոչինչ չուներ կարելի ասել կորցնելու միևնույն նա ապահովել էր իր տեղը փլեյոֆում Ատլետիկոն անկախ արդյունքից շատ առաջ էր արդեն հիմնական մրցակիցներից ու նրան ոչ ոք շրջանցել չէր կարող եւ Ատլետիկոն էլ այդ խաղում տարավ խոշոր հաշվով հաղթանակ ու իսկապես միայնյա առանց որևէ խնդիրների Ատլետիկոն զբաղեցեց խմբում առաջին հորիզոնականը ոչ մի շանս չտալով ոչ մի մրցակցի նույնիսկ հետապնդելու իրեն իսկապես Վիլյարեալից եթե չեմ սխալվում շատ մեծ միավորների առավելությամբ առաջ մնաց Ատլետիկոն այս մրցաշարում ու խմբային առանց որևէ խնդիրների ավարտեցին այս երկու թիմերը, բայց հիմա այս հանդիպումը իհարկե կարևորության ու հետաքրքրության տեսանկյունից այլ է, այստեղ որոշվում է մրցաշարը ով պետք է լքի ու ով պետք է շարժվի դեպի կիսաեզրափակիչ այդ հարցը ու տեսնենք արդյոք այս զույգից Ատլետիկոն կշարժվի առաջ թե ամեն դեպքում Սելտան որևէ բան կառաջարկի Ատլետիկոին իհարկե նշեցնեմ որ այս զույգի հաղթողն էլ կիսաեզրափակիչում մրցելու է Վերդեր դեմ Արաքս զույգի հաղթողի հետ այնտեղ առաջի խաղը ոչ ոք է ավարտվել 2-2 հաշվով իսկ կիսաեզրափակիչի մյուս ուղղակի համար պայքարում են Լեռնային Արցախը, Բորուսիա Մյունխենգլադբախը, Ատալանտան եւ Վիլյարեալը, այնտեղ հիշեցնեմ որ առաջի խաղերն ավարտվել են Վիլյարեալ-Ատալանտա հանդիպումը 3-1 հաշվով որտեղ հաղթել է Վիլյարեալը 3-2 հաշվով էլ Բորուսիա Մյունխենգլադբախը պարտվել է Լեռնային Արցախին, այնպես որ առայժմ չկա 100 եզապ Ավդալյան սա նվերել Արման Ավդալյանին հետրիկ Ավդալյանից 4-2 Ատլետիկոն կրկնապատկում է իր առավելությունը այս խաղում 4-2 Ատլետիկոն արդեն 2 գնդակի առավելություն ունի այս խաղում, իսկապես սխալվեց, դարպասապա չնկատեց Ավդալյանին, ով թիկունքից է մոտենում ու իհարկե Ավդալյանը հենց նմանատիպ իրավիճակների համար է, հենց նմանատիպ իրավիճակներում շատ լավ կարողանում է կողմնորոշվել ու մոտենալով դարպասապային իհարկե ոչ մի շանս այստեղ ոչ ոքի չտվեց Ավդալյանը, առանց այն էլ ոչ ոք չհուշեց դարպասապային, որ Ավդալյանը մոտենում է նրան ու օգտվեց իր հնարավորությունից Ավդալյանը, հիմա էլ Ակուլյանը կարող էր աչքի ընկնել, բայց հարվածը բարձր ստացվեց ու հիմա արդեն հանդիպումն այլ պատկեր է ստանում, հիմա Սելտան պետք է գնա առնվազն 1 գնդակը ետ բերելու հետևից Ղանդիլյան գտավ Մարկարյանին ընդունեց գնդակը Մարկարյանն ու տարավ իր հետ, բայց այստեղ Խալացյանն է պայքարում միջև վերջ, ամեն դեպքում թողեց Մարկարյանը գնդակը Դունամալյանին դեպի Ավդալյանը, Ավդալյանն էլ Ղանդիլյանին, բայց մաքուր է այստեղ ամեն ինչու 3-2-ը շարժվում է առաջ Սելտան, Սուրեն Ղուկասյան, բայց արդեն նահանջեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները ու Ակուլյանն էլ հեռացեց այստեղ գնդակը դաշտի սահմաններից դուրս Եզից նետեց Սելտան, բայց
Այստեղ էլ կորցրեցին գնդակը Սելտայի ֆուտբոլիստները, ինչ է նշանակել մրցավարը։ Այո, խախտում նշանակեց մրցավարի 7-8 Ատլետիկոյի Ղանդիլյան ուժեղ հարվածով գնդակ ուղարկում է առաջ Ակուլյան։ Կա ձախից Գևորգյանը, շատ լավ նկատեց Ակուլյանը Գևորգյանին։ Նորից դեպի Ղանդիլյանը ու դեղին քարտ հիմա Ղանդիլյանին, ոչ, ցույց տվեց մրցավարը այս իրավիճակում դեղին քարտ, այո, Գևորգյան հասցրեց հեռացնել գնդակ ու հիմա Դունամալյանը կարող է միայնակ գործել դեպի Ավդալյանը փոխանցում ենք տեսնում նորից Դունամալյան, բայց այստեղ 3 մրցակից արա Դունամալյանի շրջափակման մեջ ամեն դեպքում հարված կատարեց Դունամալյանը, այն էլ ինչպիսի հարված ու Թադևոսյանը հասցնում է այստեղ հեռացնել գնդակը անկյունային հարված հիմա իրականացնի Ատլետիկոն։ ու Ղանդիլյանն է գնդակի մոտ, բարձից փոխանցում ենք տեսնում ու այստեղ Մարկարյանը չհասավ գնդակին, չէր հասի, քանի որ դեպի արդեն դարպասն են շարժվել, իսկ Ղանդիլյանի փոխանցումը մի փոքր ավելի ետ ստացվեց։ Մարկարյանի մախալումը հաջող ստացվեց Մարկարյանի մոտ, թողեց գնդակը Դունամալյանին, բայց այստեղ փակվեց նաև Դունամալյանի փոխանցման ճանապարհը ու հիմա Պապյանն է գնդակով։ Սա խաղի կանոնների խախտում էր, այո, Դունամալյանի կողմից եւ ստանդարտ է վաստակում Սելտան։ Ու տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրականացնեն Սելտայի ֆուտբոլիստները, հիշեցնեմ հանդիպման հաշիվն է 4-2 օգուտ Ատլետիկոյի Կասուլիչը Դուրգալյանն է գնդակի մոտ, հարվածի փորձ, բայց Ակուլյանը հեռացեց այստեղ գնդակը։ Եզից կնետի Սելտան, բայց միջ այդ փոփոխություն տեղի կունենա Ատլետիկոյի կազմում, այո, թիմի ավակ Ակուլյանն է լքում խաղադաշտը, ու Մկրտչյանը մտավ խաղադաշտ Միրզոյանի կատարած փոփոխությունից հետո, իհարկե կարծում եմ արդեն պաշտպանության վրա է շեշտը դնում Հայկ Միրզոյանը ու դա ամենաճիշտ որոշումն է այս պահին, եթե Ատլետիկոն գնամ հաղթողի կարգավիճակով այս հաշվի պայմաններում, իհարկե պատասխան խաղից առաջ էլ ավելի է հեշտանում Ատլետիկոյի խնդիրը, բայց կրկնում եմ դեռ մտածելու տեղ ունի այս խաղում առաջին հերթին Սելտան, քանի որ երկու գնդակի տարբերությամբ զիջում են մրցակցին, հիմա ինչը պատել Մկրտչյանին, կարծես հարված է ստացել ձեռքին, բայց ոչ ամեն ինչ կարգին է Մկրտչյանի հետ, նա իհարկե քիչ առաջ դուրս եկավ խաղադաշտում կմնա խաղադաշտում, հիմա գլորում են գնդակը Սելտայի ֆուտբոլիստները, Հարությունյանի երկար փոխանցում առաջ, այստեղ Գևորգյանը առաջիններ ու անկյունային այս իրավիճակում ամեն դեպքում վաստակեց Սելտան, տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչ է տալու Սելտայի ֆուտբոլիստերին, խաղարկում իրականացրեցին այստեղ Պապյանն ու Բորյանը, Բորյան կա փոխանցում, բայց Գասպարյանը այստեղ վերցնում է գնդակը, հրաշալի փոխանցում դեպի Ղանդիլյան ու արագ հակագրոհի հասնում Ատլետիկոն, ձախից կա Դունամալյանի տարբերակը, բայց Ղանդիլյանը ինքն է եզրափակում այս իրավիճակը 5-2 այս խաղում արդեն մեծացնում է Ատլետիկոն իր առավելությունը։ 5-2 Ղանդիլյանը շատ լավ, այսպես ասած, գնդակի վարումով շարժվեց առաջ ու ինքն էլ միայնակ եզրափակեց այս իրավիճակը, իսկ ծափահարություններ կրկնակի այստեղ դարպասապահաշոտ Գասպարյանին, ով այս իրավիճակում կարելի ասել դարձավ գոլային փոխանցման հեղինակ, այո, նրա փոխանցումից հետո Ղանդիլյանը միայնակ վճռեց դրվագի ելքը 5-2 արդեն ամեն ինչ ավելի է Բարթանում Սելտայի համար այս խաղում, քանի որ Բարթվողի կարգավիճակից վերադառնալ խաղ 3 գնդակի տարբերությամբ, այն էլ Ատլետիկո Երևանի պես հզոր մրցակցի դեմ խաղում, դա իհարկե բավական բարդ է լինելու Սելտայի համար, դրանում երկու կարծիք իհարկե լինել չի կարող, Դունամալյան ու եզրային հետումը կլինի Ատլետիկոյին, այո, Սելտայի ֆուտբոլիստից գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Մարկարյան,
թողնում է գնդակը Ղանդիլյանին, կա Գևորքյանի տարբերակը շատ լավ փոխանցում դեպի Գևորքյանն էլ մի փոքր անհաջող ընդունեց, բայց ամեն դեպքում հասցրեց սպայել գնդակը դաշտի սահմաններում ու փոխանցել, բայց արդյունքում գնդակը կորցրեց Ատլետիկոն ու Սելտայի պատասխանը աչեզից շարժվում են առաջ, իսկ այստեղ Գևորքյանը հասցնում է հեռացնել գնդակը, Ժորա Գևորքյանի մասին է խոսքս։ Ղանդիլյան պայեց գնդակը դեպի Գևորքյանը, ևս մեկ փոխանցում կրկին Ղանդիլյան ու շատ լավ վրաշալին նկատեց Սրան Գևորքյանին ու կատարեց այս փոխանցումը Ղանդիլյանը, Գևորքյանն էլ դեպի Դունամալյանը վտանգավոր է Դունամալյան փոխանցում ու հիմա Ավդալյանի մոտ չստացվեց եզրափակել այս իրավիճակը այո իսկապես շատ լավ գրոտ տեսանք Ատլետիկոյի կողմից, բայց եթե Ավդալյանը դառնար այստեղ գոլի հեղինակ էլ ավելի կգեղեցնել այս գրոհը Ես հիմա նետելու է Ատլետիկոն հանդիպան վերջնամասն է ու տեսնենք այս վերջին րոպեները Ինչպես կանցկացնեն թիմերը խաղադաշտում Դունամալյան Միայնակ գործեց Դունամալյան ու հենց իրենից այստեղ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից 3 մրցակից առավ նրանք շրջափակման մեջ այս իրավիճակում Իսկ հիմա վերականգնում է Դունամալյանը գնդակը Ատլետիկոյի համար Տեսնենք ինչ որոշում կկայացնի հիմա Դունամալյանը Մարգարյան հարված ու այստեղ նորից Թադևոսյանն է հրաշալի սեյվ կատարում Մարգարյանի կրակոցից հետո այո Եթե հիմա էլ Մարգարյանը աչքի ընկներ ու Ատլետիկոն քարապատկեր իր առավելություն ապա Չասեմ 100%-ով իհարկե սա ամեն դեպքում play-off է ու այստեղ ամեն ինչ անկանխատեսելի է հատկապես մրցում են play-off-ի մեկ խաղորդում հենց այնպես թիմերը չեն հայտնվում, բայց մեծ հաշվով Ատլետիկոն կարող էր այս գոլով ևս մեկ գոլով գնար դեպի կիսաեզրափակիչ, որովհետև 4 գնդակ զիջելիս լինի Սելտան Ատլետիկոյին ու այսպիսի Ատլետիկոյի դեմ խաղում ու փորձի այս սուղ ժամանակահատվածում Ետ բերել, ապա այս խաղի հետ կապված իհարկե հաղթողի հարցը արդեն պարզ է, դիմակայության հաղթողի հարցն էլ իհարկե կրկնում եմ ևս մեկ անգամ չասեմ 4 գնդակի առավելության դեպքում հստակ, բայց մեծ հաշվով Ատլետիկոն կապահով է, եթե խփե 4 գնդակը իր տեղը play-off-ում, քանի որ մեկ խաղի ընթացքում հաղթել Ատլետիկոյին խոշոր 4 գնդակի տարբերությամբ շատ բարդ կլինի Սելտայի համար։ Հիմա խաղթեց Մարգարյանը խաղի կանոնները ու ստանդարտ է իրականացնելու Սելտան Ու տեսնենք, բայց եթե Սելտան այս խաղում մեկը ետ բերի, ապա դա էլ պատկեր է ունենում այս հանդիպման հետ կապված, իհարկե Դուրգարյանն է հիմա տեղադրել գնդակը, կարող է իսկապես Դուրգարյանը լավ հարված կատարել, կա Սուլիչը հարվածը նույնպես վտանգավոր էր, բայց շեղվեց այստեղ Ատլետիկոյի ֆուտբոլիստից գնդակի ուղղությունը ու անկյունային հարված կիրականացնի հիմա Սելտան Կա փոխանցումը, բայց հարված այստեղ Ենգիբարյանի չստացվեց ու հարված կտեսնենք Աշոտ Գասպարյանի պաշտպանազար պասից Գասպարյան ինչ լավ են տեսնում խաղադաշտը Ատլետիկոյի դարպասապա Գասպարյանը, բայց ափսոս այստեղ Ավդալյանը լավ չընդունեց գնդակը Գասպարյանի փոխանցումից հետո Ղուկասյան Կարայո կար խաղթում Ղուկասյանի դեմ պայքարում Խաղարկում է արագորեն գնդակը Սելտան, այո Սելտան այլ բանի մասին պետք է չմտածի քան այս խաղում 1 կամ 2 գնդակը ետ բերելու Միայն դա է իհարկե Սելտայի առաջնային խնդիրը այս խաղում, բայց հիմա հակառակ պատկերն է Ակուլյա 6-2 6-2 4 գնդակի առավելություն էլ ստացավ Ատլետիկոն ու 6-2 հաշվով Ատլետիկոն հաղթում է դիմակայության առաջի խաղում հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է սա խաղային օրվա միակ հանդիպումներ կհանդիպենք հաջորդ շաբաթ բարի գիշեր ու ամենայն բարիք